Ջույր սիրելի ներկաներ, շնորհակալ եմ ձեր թանկ ներկայության համար։ Մենք այսօր քարոզարշավի մեկնարկը Հաճիկ Գալստյանի Գևորգ Պետրոսյանի հետ միասին սկսեցինք Եռաբլուրից։ Եղանք Քաջերի մոտ, եղանք Սպարապետի շիրիմին, Անդրանիկ Զորավարի շիրիմին, Մոնթեին, մեր խոնարհումը բերեցինք։ Մեզ համար հարկմուծողը չէ հերոսը, հարկմուծելը պարտականություն է։ Այդ քրեական ոչքը, որ ազգին շարունակաբար մոլորեցնում է, դրանով էլ փորձեց մոլորության մղել ասելով մի հերոսացեք, հարկը լուծեք հերիք է։ Ես կնոջս հետ թռնեմ ստեղ ընդեր, իմ թիմակիցները գնան օվկիանոսի ափերից, ձեր նկարներ ուղարկեն, ասեն նայեք ինչ լավ է հանգստացնում ձեր այդ փողերով, բայց դուք իսկական հերոս եք, որ տեղականորեն տեսնում եք, հողերը հանձնում են, ազգին վերացնում են, ու շարունակում եք հարկմուծել, բա հերոս եք, բա ինչ եք։ Սիրելիներս, մենք պիտի դուրս գանք այս մոլորությունից, այս հիպնոսից, բառը ճիշտ եմ ընչեցնում, այս կապիտություններից, մենք պիտի կարողանանք միասին վերհիշել ինչ ենք ժառանգել և ինչ ենք փոխանցում։ Ես երբեք չէի պատկերացնի, որ Էջմիածնում կգան և կկալանավորեն հոգևորականներին, երբեք չէի կարող հասկանալ, որ ինչ-որ մեկը երբևէ կանվանարկի վեհապար հայրապետին, բոլոր նրանց ում օրհնությունն է աշխարհի հայությունը ուզեցել ցանկացել ստանալ և ոչ միայն հայությունը։ Ես տեսել եմ, թե ինչպես են նաև օտարերկրացիները գալիս։ Մենք պիտի կարողանանք միասին բարոյա հոգեբանական մթնոլորտը կարգավորել։ Հակառակ դեպքում, եթե սերը բացակայելու է, եթե չի լինելու այն մղումները, որը այո կյանքի գին պիտի ունենա, եթե պետք է ես պատրաստ եմ իմ կյանքը նվիրաբերել իմ քաղաքին, իմ ժողովրդին, համայնքին, որի հաղթանակին հավատում եմ, հակառակ դեպքում մասնատվելով, առանձնանալով, մորթապաշտորեն մենք վերանալու ենք գնան, մի սերունդ։ Ես այդ անանձնական սիրո կրողներին եմ ուզում տեսնել իմ շուրջը, և երբ ինձ ազգիս լրագրողները հարցնում էին, ինչպես եք կարծում, քանի տոկոսով եք հաղթանակել, ես պարզ ասեցի 100%-ով։ Ես այդ անանձնական սերն եմ կրում, բոլոր նրանք, ովքեր այդ սերը կրողներն են, նրանք հաղթել են ամեն ինչ, նրանք աստվածային էակներ են, և ոչ թե գոյանքներ, որը հիմա մեզ հիշեցրեց մեր սիրելի Արամ Սարգսյանը։ Այո, ես չեմ կարողանում մարդ կոչել նրանց, ովքեր հայրենավաճառությամբ են զբաղվում։ Ես չեմ կարող մարդ կոչել նրանց, ովքեր պատրաստ են հայրենի տարածքները օտարել իրենց ստամոքսի համար, չգիտեմ իրենց կեփ խաղաղության համար։ Ես հիմա տեսնում եմ, թե ինչպես է հերթական խաբեությունը բերում, որը նաև գաղափարշապատություն է հասել։ Ասում է, գիտեք, Ադրբեջանով ցորեն է գալիս։ Քրտերից շատ ուրախացել է ադրբեջանցին։ Ասում է, ստուտն էլ աշխատեց։ Ես էլ տվեցի, վաղ երբ որ փակեն, երբ այլընտրանքային ճանապարհները մեր համար գոյություն չունեն, հա, մտերային, պարենային։ Սլովի տոմատները ինչպես Արցախում մատնեցին։ Որովհետև սրանց է, այս տակ բոլոր գոյանքների հետ մենք չենք կարող հաղթություն ունեն, ինչ հաղթություն, երկին ունենալ չենք կարող։ Ես դիմում եմ բոլորին և ասում, ով ում ականջին ինչ է շշնջացել, ինչ ծրագիր է ասել, մոռացեք։ Մենք այն տարիքում են, որ մեր ապրած կյանքը բոլորի աչքի առաջ։ Եվ ես տեսնում եմ, ով է գաստրոմներով եկել իմ քաղաք, փորձում ես այս գաստրոմներով ներկայանա, այդ դուք սուս եք գրպանում փողեր կանկարայցներ այնտեղ բաժանելով, դիժոք ձայներ տանի, վեշ չի Էջմիածներցին, խոյ համայնքի բնակիչ է վեշ չի, իր չի, չամագան չի, ճամփու չի, դե ինչա պահարան չի, որ փողը տակ առնեք, ձեզ չտովեք աթոռի ու սեղանի տեղ դնեն, ձեզ չտովեք անշնչության մատնեն, դուք աստվածային էակներ եք, ընտրեք ճանապարհը հաղթանակի, միասին գնալու ենք հաղթության ճանապարհը, շնորհակալ։ Ես նախադասության թիմի մասին, որը ուղղակի հիացմունքի արժան իմ գնահատանքը տալ, որովհետև ես ընդհանուր խոսեցի,
Ես իսկապես չէի պատկերացնում, որ կան նման նվիրյալներ, որ օր ու գիշեր աշխատում են, ամբողջ ցերեկ, հետո գնում ես, քեզ թվում է պիտի հանգստանաս, պետք է տեսնում ես, կոնկրետները ստեղից, այնտեղից զանգում են, ինչ-որ մի համայնքում հանդիպում են ունեցել, ինչ-որ մի խմբի փորձում են իրականությունը ներկայացնել։ Դուք հրաշք եք, ձեզանով հաղթանակը լինելու։